Ապրիլի 1-ից թոշակները բարձրացվել են մինչև 10,000 դրամով, ինչ եք կարծում, դա ինչ-որ կերպ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Բա այդ ինչ փող է։ Այս թանկացման դեմ այդ փող չի։ Խանութը մտնում ես, ինչ ես առնում։ Թոշակառուն չի ապրում, գոյատևում է։ Եթե օգնող չունենա, եթե խոսքի դրսից փող չլինի, ստեղ աշխատող միայնակ թոշակառուն մանավանդ գոյատևում է, չի ապրում։ Էդի բոլորս էլ գիտենք, որ ասենք հիմա ես ոնց ենք ապրում, չէ։ Ինչ ապրել է, մենակ 20,000-ից ավել ձմեռը կոմունալ ես մուծում, այդ ես անում, այնքան հարցեր կա, էդի չէ, էդի շատ քիչ էր։ Թոշակառուի համար դա շատ քիչ է։ Եթե արող չունենա, եթե օգնող չունենա։ Թոշակ բացածը ուղղակի աճ մտնել է կոչվում, որ ընտրեք էլի։ Ես կուզենայի անձամբ ես իմ անունով եմ խոսում, ավելակել 10,000 չտային ինձ, այս զինվորների զենքը բարձրացնեին, ավելացնեին։ Ես 10,000-ով շատ 5 կիլո պամիդոր առնեմ։ Իսկ բոլորից 10,000-ները գումարես, մի հատ լավ ռակետ կարող էր առնել, ավելի շատ բան աներ։ Զինվորները առողջիկ բարձրացնեի, որ դրանք տարին 12 ամիս գիշեր ու ցերեկ ամառ ձմեռ սայմաններում են։ Համ ավելացրել են, համ էլ ամեն ինչն է բան արել, թանկացել։ Մեկը այդ չի բռնում էլի բանի հետ, թանկացումը մեկը որ ոնց որ հաշիվս անում քիչ է, այդ 10,000-ն էլ է քիչ։ Ամսական ինչքան պիտի ես բան էկոնոմիան է, որ կարամ ես բան անեմ, ուտելիք ստեղծեմ։ Միսը թանկ է, հիմա թանկ է։ Այն մարդը ինչ ոնց այդ թոշակով կարա ամսական ինքը հաշվան 2 կիլո պիտի առնի, չէ որ մի անգամ այդ ամեսի դառնա միս կերած, օրգանիզմ մտածնի։ Բայց չի հասցնում դա։ Այդ 10,000 տալ 2 կիլո միս առանեք, գոնես կիլո 5,000 դրամ, այն փափուկ միսը 5,000 դրամ է։ Դրանից էլ դու այն թոշակառուն ոնց հապրի։ Հաշիվար էորեկան ինքը ինչքան ասես, չասես ինքը մի 2,000 դրամու բան առնելու ուտի։ Ինձ համար է տեղած չեղած կոպեկները, ոչ մի բան չի ստենում, որ ամեն ինչ թանկ է։ Ինչն է, ինչ կարամ անեմ այդ 10,000-ով։ Հա? Ոչ մի բան, ինչ սրտս նայում, աշկս տենում, ուզում եմ առնեմ, բայց չեմ կարա։ Ուտելիքի հետ կապված, հələ ջանամ հագնելիքը։ Ինչ ունենք հինմին հագնում ենք։ Բա, դու լավ գիտես, աշկերից դա երևում, որ դու գիտես, որ էդի հեշտ փող է։ 36-ից դարձավ 46, ապրանք դրանով։ Չեք ընտրում, ասֆալտ չեն գանի, կամ մի քանիսն ասում են, բայ 10,000 բարձրացրել է թոշակը, այ մարդ, արավ ընչի մի 2 տարի առաջ դու չբարձրացրիր այդ 10,000-ը, կաշառքի տոնով բերիր դրիր հմի ընտրության դեմը, կամ այդ ասֆալտը դու հարկ եմ տալում, իմ նման 100,000-ավոր, միլիոնավոր մարդիկ աշխատում են հարկ են տալում, որ դու ասֆալտ անես, որ դու դպրոց սարքես, որ դու մանկապարտեզ սարքես։ Ըստ Փաշինյանի, եթե ինքը չընտրվի սեպտեմբերին պատերազմ է լինելու, ինչու է ըստ ձեզ շանտաժանում Փաշինյանը եւ արդյոք դուք եք այն մարդը, ում հետ կարող է նա այդ կերպ խոսել։ Շանտաժի պես բան է, իրականություն չի։ Իրականություն չի։ Պատերազմ եղավ էլի։ Էլ դրանից ավելի մենակ իր օրոք մենք ոչ մի ղեկավարի օրոք 3 հատ պատերազմ չէինք տեսել։ Չէինք տեսել։ Հիմա ինքը իր ղեկավարության ժամանակ 3 հատ պատերազմ էլ տեսանք, 8 տարի էլ սով տեսանք, էլի շտենանք։ Ինչ անի թոշակառուն, կամ իր ընտրվել չընտրվել է պատերազմի հետ։ Ես չեմ գտնում այդտեղ ոչ մի կապ։ Ոչ մի կապ։ Իրա ալելով, չլելով չի որոշվում։ Էդի որ ինքը Ալիևը ինչ ասեց, ինքը ասեց, հա, գտամ, արես էլ տարանեն։ Էդի թող չվախցնի ժողովրդին։ Իսկականից որ միշտ էլ դավաճաններ էլ իրեն, բայց այս քան շատ չեմ պատկերացնում, որ հիմա է։ Այդ որ կարդում ես, տենում ես, լսում ես, պիտի իրանք կարողանան դիվանագիտությամբ կանգնեցնեն, դիվանագիտություն են, բայց մերոնք դիվանագիտություն չունեն։ Այդ բան միշտ էլ ասել են, թող զինվորը կպարտվի, բայց դիվանագետը ոչ, այդ ձևի։ Հիմա նրանք աֆերիստ ազգ են, բայց մենք ինչ,
ով ինչ ասում հավատում ենք։ Պատերազմի գոյությունը անձերով չի պայմանավորված։ Ես չեմ կարծում պատերազմ կլինի, առհասարակ երևի 100 չէ, բայց 97%-ով այդ պատերազմի էջը փակված է, ինձ թվում է։ Որ կալիբրում զենքը լեգալենք ենք պատերազմ։ Պատերազմ դες ոնց կլի, կրակոցներ կլի, պատերազմ չի լի։ Ոչ մի բան չի լելու։ Մենակ ես չեմ հասկանում ինչ է Նիկոլը ասում, եթե բան չլավ, խաղացում Ասում եթե ես չընտրվել պատերազմ։ Էդի ուղղակի հետարք է, շատ հետարք է։ Դա չեմ հասկանում ինչի է այդպես բան ասում։ Ճիշտ չասում, որ ինքը ասում պատերազմ ալիներ, ճիշտ չասում էլի, ոնց ասեմ, դա ժողովրդին տարմա բան գցած էլի։ Ինչի ես ասում, մի ասա, ժողովրդին վախեցնում ես։ Այդ խոսքը չի կարելի ասած ժողովրդին։ Էսի վախում է իր պատասխանատվությունից, որ այնքան դավաճանություն արել։ Պրոստո հիմա այս մարդը, ասենք մտածում է կայնի Հայաստանել հանձնեմ Շուշուտի մեջ, որ հանգարց դե չկա Հայաստան, չկա ոչ մի պատասխանատվություն, իրան ոչ մեկն էլ պատասխանատվություն չի կանչելու։ Հայաստանը հանձնի տա թուրքերին, ու всё էլ իրան ոչ մեկն էլ չի կանչի, դադարանի առիթ չի կայնացնի։ Այսքան բան է նրա միտքը։ Այն ամենից հետո ինչ անում է Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի վստահության քվեն։ Նորմալ է, երբ Փաշինյանը իրեն չընտրող 100 հազարավոր քաղաքացիներին անվանում է շունուշանգյալ։ Ահա, ասեց։ Շունուշանգյալներն։ Դե գիտես ինքը գյուղի տղա է, հազիվ իր բառապաշար այդքան հերիք։ Ինքը շատ կա որ հələ հասունանա էլի, հələ քաղաքի դառնա, քաղաքացի դառնա։ Նրա շուշանգյալ էդի չի կարելի։ Չի կարելի, մենք շուշանգյալ չենք։ Կարող է չընտրենք էլ քեզ, բայց շուշանգյալ չենք։ Ինչ ենք շուշանգյալ։ Մենք կարող է շատ բան ինչ ասեմ էլի։ Մենք շուշանգյալ չենք, մենք շուշանգյալ դաստիարակող ենք։ Եղե, ինչև հիմա էլ։ Մենք շուշանգյալ չենք, ինչ ենք շուշանգյալ։ Իմ սիրտը ում ուզի, ես նրան էլ կեթամ կընտրեմ։ Ումը գտնեմ, որ իմ այս ծերացած ուղեղով ով հարմար է, ես նրան էլ կընտրեմ։ Բայց իրան հաստատ չեմ ընտրել։ Իրան չեմ ընտրել ես։ Որ իր օրոք ոչ մի լավ բան չեմ տեսել։ Ոչ մի լավ բան։ Թոշակառու եմ եղել։ Ես ինձ դեղերը պետք չի, ես դեղ չեմ ստանում, դեղի կարիք էլ չունեմ։ Դու հաշվում ես, որ ամեն թոշակառուին դեղեր ես ձերի տալին, այն ձերի դեղեր չել օգնում։ Մարդիկ խմում են, պետք դերնել չի։ Թոշակառուին փող տուր, թող եթե ապրի։ Աշխատել է մարդը սաղ կյանքը։ Սնունդ առնի, այն դեղի փողը սնունդ առնի ուտի ապրի։ Ես դեղ չեմ առնում, ես այսքան վաղ դեղ խմացել չկամ։ Իրոք եմ ասում։ Ես փող տուր սնունդ առնեք, մարդիկ սնվեն ապրեն։ Այդ դեղը բոլորին չի պետք։ Կարող է 10 հոգի միջից 2 հոգու պետք է։ Բայց 8 հոգին մեռնել։ Դու թոշակառուին դուր նորմալ։ Փող թող եթե իրան սնունդ առնի ապրի, եթե ուզում ես քո թոշակառուն լավ ապրի։ Չի դրվի։ Դրա համար չեմ գտնում, որ ժողովրդին մնա ինքը կընտրվի։ Լավ արեց, ասեց, որովհետև հասնում է այդ մեր ազգին, որ տրա նմանին ընտրեցին։ Իհարկե, այն վաղտ այդ նման մարդուն, որ ընտրեցին, իհարկե, արժանի են այդ խոսքերին։ Հիմա որ չընտրի, շունուշանգյալ է, հա։ Շունուշանգյալ, ինչ ուզի կասի։ Էնի հոգեկան խանգարումներով մարդ է, էտենց էլ ասիրի էլի լավ է պրծի ժողովուրդը, որ իրան չընտրեն, շունշանգյալ են, բա ինչ են։ Էտե քիչ է, այդ ժողովրդին, որը տենց ասիրի, շատ քիչ է։ Պիտի ավելի ուժեղ բաներ ասի, չնայած ասել էլ է Տրանցեյան ինչ։ Նրա այդ պահվածքը, նրա դեմքը, դիրքը, այն ցիլոն, որ տրած տենց պրպռալի։ Այդ ինչ ասում է, վերևն աստված կա, առաջի շունշանգյալը, այդ ինքն է, որ պրավոկատոր է ինքը, ուրիշ ոչ մի բան։ Պրավոկատոր, գիտես ինչ է։ Այդ ամենավատ բանը, որ մարդկանց հանում լցում իրար դեմ։ Մեր մոմենտ է սարքել էր Ղարաբաղցի, Հայաստանցի, կամ եսի միջ, արա մեր ազգն է, հայ արա, իմ հայն է, բայց մարդը հելել է
տանում մեզի թուրքի բերան։ Փաշինյանը Facebook-ում գրեթե ամեն օր ձեռքով սրտիկներ է ցույց տալիս, դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարին նման բաներ անել եմ։ Թուրքերի համար է հանդում սրտիկները, բայց որ սրտիկ պետք չի։ Մենք սրտիկի կարիքը չենք գզգում։ Ինքը աննորմալ է սրտիկ աղարկում թուրքերին։ Ադրբեջանցիներին, թուրքերին։ Բայց այնքան լավ հոխորտալ իր ժողովրդի վրա, բայց որ տենում ես Ադրբեջանցու դեմ ոնց ես կռացած, խեղճացած թուրքի դեմը։ Սրտիկներ անում։ Չես ամոչում դու էդի սրտիկ անելու բանը։ Ինչ սրտիկ։ Ժողովուրդը ծոված լացում դու սրտիկ ես անում։ Ումն ես անում սրտիկ։ Ում համար է քո սրտիկը պետք։ Ում համար է։ Ում համար է իր համար է։ Ինքն իր համար ով պետք է անի իր սրտիկը։ Իր կնգա համար է։ Իրան ինչ սրտիկ։ Որ ղեկավարն է տես բան արել։ Որ ղեկավարը մենք ունեցել ենք տես թեկուց Ռոբերտ Քոչարյան, Սերժ դրանց կանանց աղջիկներին ո՞ղ տեսե։ Մենք ඒ ժամանակ այդպես բաներ չկար խոսքի կամ սրտիկ անեն կամ խորոված փարթի ես անում, ամեն մի խորոված կտոր 2000 մանեթ է ծախում, 2000 դրամ է ծախում։ Էդի 6000 է ծախում։ Էդի ինչ փարթի է։ Ես չեմ հասկանում, էդի ինչ կապիկություն է։ Էդի ինչ է։ Ումն է դա դուր գալի։ Ինչ չի թվում որ էդի այն չունե որ մարդը չի կարա տենայել բերնի ջուրնել էտա չի կարա առնել բալաց մարդիկ օրվա հազիվ են հայթայթում շատ մարդ իմացան ձրեր գնացել էին այնտեղ բայց տեսել են գները մի բաժակով են 1000 դրամ այսինքն այդ տարել ես փող աշխատես այնքան փող ես տվեի մալ տարել ես մարդկանց կաշինքեր ես ինչ աշխատել մարդիկ ոնց է թան առնեն ուտել երբ չունեն դրանը ունեն ախորժակ բայց հնարավորություն չունեն որտե՞ց էթան առնեն ուտեն յանի էդ ինչ բաներ է սարքում ամոթա տենց բաները վայել չի ղեկավարին վայել չի մենք չենք տեսել 74-5 տարեկան եմ ես տենց բաներ չեմ տեսել քանի հատ ղեկավար եմ տեսել, բայց սենց բաներ մենք ինքներս ենք աշխատել, սենց բան չենք տեսել։ Դա տեսել եմ սենց ինչ-որ բաներ անում, կամ վարչապետ մարդ որ մի նախագեքին ես տեսել դու, հելնում հեծանիվ քշի, պերաշկի ուտի, արա ավտոբուսի մեջ պերաշկի ես եթում ես տունը դաչետ եղնիգի միս ես խուդում, խորովածով, ես իմ խաշլամեկով, ուր եթում ես բիբար ես կրձում կլուբնիգի, արա մարդ ես, արա կեզ մեկիչ ղեկավարի պես պայի, սրդիկ ես անում, ծաղիկ ես բաժանում, հեծանիվ ես քշում, ով ես դու արա, քեզի բերինք փոշմանանք, բայց ոնց բերել ենք այնց էլ քեզ կտանենք։